Hello, մենք մետրոյում ենք, գնում ենք ստադիոն, փորձում ենք տաքսի կանչենք, որովհետև մեզ թվաց, որ տենց ավելի շուտ կհասնենք, բայց ոչ մի տաքսի մեր պատվերը չընդունեց։ Հոթելի աշխատակցուհին ասաց, եթե գնում եք ստադիոն համերգ, ճիշտ կանեք մետրոյով գնաք։ Գնում ենք Plaza España, որտեղից կշարունակենք արդեն ոդքով։ Գրված է, որ համերգը 7-ին է սկսվում, բայց վստահաբար կարող եմ ասել, որ 7-ին չի սկսվելու։ Մենք սոված ենք, չենք համբերում, երբ ենք հասնելու, որ հոթ-դոգ ուտենք։ Kendrick, մենք գալիս ենք։ Միայն երկի անունս։ Peekaboo, ես իր նախորդ անկեղծ եմ, ասեմ նախորդ ալբոմը շատ է լսում, բայց անուն չեմ կարող։ Այն որ ինքը իր ոնց որ ընտանիքի հետ էր, ոնց որ ալբոմի աֆիշան ոնց որ տենց կիններ երևի երեխա։ Այդ շատ լավ ալբոմ է։ Սզայից մենակ գիտեմ իրավու Kendrick-ի երկը։ Շատ ձում չի գտնում, որ առավոտ դրել էր սուպ։ Երկու հատից իջնում ենք։ Ահա, հաջորդը Լալա, Ռոշ, այդոսը Իսպանիա։ Փորձում ենք գուշակենք, ովքեր են գնում համերգ, ովքեր տուն կամ ուրիշ գործեր։ Մի քանի հոգի կա, որ ես հաստատ համերգ են գնում։ Նման էին պրոստը Kendrick-ին։ Հեսա, Մոնջուիկ։ Բա եթե սենց մոտեր խենք տաքսի ուզում կանչենք։ Ֆիրա Բարսելոնա։ Ավելի սենց թեթև են ինձ զգում, որովհետև նախ ընդեղ ազաչոկներով էի։ Նշում անհարմար հագուստով էի սկստեղ, սենց ինձ ֆուլ ազատ եմ զգում։ Իսուր ենք։ Սիրուն ճանապարհով են գնում դեպի Kendrick։ Հեքիաթային, դրախտային, թագավորական։ Թե լավ է, այս էսկալատորները, չէ՞։ Նայեք, վյուն նայեք, Բարսելոնայի։ Ոտքերով խաչեր ենք անում, գնում ենք գնում։ Մենք ունենք երկու հատ VIP տոմս, Նարեկիներ ուղարկել իր ընկերը, ով Kendrick-ի հետ աշխատում, օքեյ։ Կարոջը երկու տոմսով VIP մտանք 4-ով։ Հուսով եմ սենց գլատկել կգնա ամեն ինչ։ Ստե սաղ ազատ է։ Գիտես խիվտև լիքրելը ոչ մեկ չի նստում։ Օքեյ, հիմա մեր տեղը, երկու տեղը որն է։ Նենց մեզ պահենք յանի մենք ստեյից ենք։ VIP ենք էլի։ Ռաս։ Ռոպեներ անց Kendrick Lamar-ը կգրավի այս հրաշալի ստադիոնը եւ մենք կվայելենք նրա ներկայությունը։ Մի բաժակ եմ պիվախում ընդհանրապես, բայց այդ շոկից սկսած ոնց արդեն իմացաք, մենք մեր տեղերը փոխեցինք։ Մենք ունենք երկու հատ VIP, դարավ 4 շատ արագ։ Բեմը շատ մոտ է։ Այստեղից նույնիսկ կարող է ինքը ինձ աչքով տա։ Կարծում եմ ամենաուշը 8-ից ինքը դուրս կգա։ Չնայած ստադիոնը դեռ լցվում է։ Հուսով եմ մեզ ոչ մեկ չի հանի մեր տեղից։ Ինչ որ մի բան սկսվում է։ They say it's love, you can lie to. Life goes on, honey, my baby. Moving from the front, leave, keep on, don't get
Being God, I'm gonna order some food. What they tell me, they tell me, what they tell me, they tell me, they tell me, they tell me, tell me, they tell me, huh? Ain't tell me nothing. I'm popping the drink and I spell my name. Let's get it. Surprise, it's your boy Chuck E. Cheese. Next time my op is your street. What? Ain't tell me nothing. Huh? Ain't tell me nothing. Huh? Bing, bop, boom, 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 bop, bang. The type of shit I'm on, you wouldn't understand. The type of skills I'm on, you wouldn't understand. Yeah! Let's go! Broke me down, the reality's dust, I lack in trust. This time around, I trust myself. Please, everybody, kill my vibe. I can feel your energy from 2 blocks away. I got my drink, I got my music, I was sharing Bitch, don't kill my vibe. Bitch, don't kill my, bitch, don't kill my, bitch, don't kill my vibe. Kill my.
Hey, you get it. And I know just what you want. Քանի Սեզանը երգում գնանք մի քիչ դուրսը նկարենք մեր համար։ Այստեղ ինչպես միշտ ցենց ուտելու բաներ են ծախում, հենց ամեն սեկցիայից դուրս ես գալիս, միանգամից ուտելու տեղեր են, զուգարաններ։ Hello, can I have 3 chips? Actually 4 chips are. Այս երգը ինքն է երգում։ Ես չգիտեի, որ այս երգը ինքն է երգում։ Oh my god! Woo! Yeah! Երգում եմ չգիտեի։ Don't stop, pop that pussy, let me see you do the brand. Bravo Սուզա, bravo! Whoa, yeah. Take off the foo-foo, take off the top chain, take off the Wi-Fi, take off the money phone, take off the car loan, take off the flex and the bike lines. Let me hear you say, Then you get mad, but somebody gotta do it. Got my foot up on the gas, why you gotta do it? I see that. Hey, must have on the beat, out deep, out deep, rest nigga, he a freak, don't man down. Have a lamp, tell him please, tell him nigga, get across and fuck around like these. What you say? Bitch, you messing out the. Sometimes you gotta pop out and show niggas. Tell him my boogie man, I'm the one that up the score with it. I'ma do my stuff. Why you talking like a bitch? Ain't you tired? Trying to strike a color like they call it. Why not? It goes down. I don't know why you still pretending. What is the L? Bird niggas and bird bitches. Hey. Ricky ass nigga, he a 69 guy. Ricky ass nigga, he a 69 guy. Let me hear you say, oh, we oh. If this world were mine, Hey, Roman number 7, babe, dropping like it's hot. If this world was mine, I'd take your dreams and make them multiply. this world were mine. Make some noise for yourself tonight. You have been phenomenal! Now I'm trying to explain it like a rousing thing. I was in love, but you didn't know what it was. Gonna let you know. Դե ինչ, մենք դեռ ստադիոնում ենք, համերգը 3 րոպե առաջ երևի ավարտվեց, հրաշալի էր ամեն ինչ։
Հատկապես նրա համար, որ մենք որտեղ ուզում նստում էինք, որտեղից ուզում նկարում էինք, մի խոսքով վերջներ, ես չի սպասում, որ այս տիպի կլիներ ամեն ինչ։ Kendrick, you are amazing. SZA, you were fantastic. Մի խոսքով ամեն ինչ հրաշալի է, տպավորությունները շատ մեծ են, շատ մոտ ենք ու երբ որ մոտ ես արտիստին, լրիվ ուրիշ էմոցիաներ, լրիվ ուրիշ էներգիա, լրիվ ուրիշ vibe-ա։ Այսօր մենք ունեցանք այդ experience-ը։ Շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալություն որ նայում եք, հուսով եմ Kendrick Lamar-ի ֆանատները կգնահատեն։ Մենք մի քիչ ուզում ենք սպասենք նոր դուրս գանք, օրինակ Փարիզում, Stade de France-ում մեզ ուղղակի հանեցին ստադիոնից։ Իսկ ստեղ ոնց հասկանում եմ, նորմալ է, թողնում են դեռ մի քիչ շունչ քաշես, նոր համերգը վերջացել։ Այդքանը։ Thank you. Այս ստադիոնի ճանապարհին կա հայկական խաչքար, որի մասին ես ընդհանրապես չգիտեի։ Հայաստանի եւ Կատալոնիայի բարեկամության համար 2009-ին է դրվել խաչքարը։ Երրորդ օրն է սկսվել Բարսելոնայում։ Փորձում ենք հասկանալ ինչ կարելի է անել երրորդ օրը։ Երբ որ շատ բաներ արդեն տեսել ես, շոփինգ արել ես, ոնց հասկանում եմ Իսպանիայի համար շոփինգ անելը միշտ քիչ է, որովհետև շատ հավես խանութներ կան, ու հիմա բոլոր տեղերը զեղչեր են։ Դե արի ու դիմացի գայթակղությանը։ Սկզբի համար պետք է նախաճաշել։ Խնդրում ենք նախաճաշի տեղ։ Եկել ենք հասանք, կոչվում այս ռեստորանը El Nacional, ինքը սուտահրելի մեծ տարածք է, իր մեջ ներառում է շատ տարբեր ռեստորաններ։ Հիմա մենք սկզբի համար այս ենք պատվիրել։ Ոյ ինչ համով է։ Հակեցինք 62 եվրո։ Չէ, կարծում եմ բավականին շատ է, հաշվի առնելով ինչ կերել ենք։ Հավես է, կարելի է փորձել։ Ընդհանուր տեղն է շատ սիրուն, եթե նույնիսկ չնստեք ստեղ, ապայման մի հատ մտեք ֆրացեք, զուգարանը, անտիրը, շատ սիրուն է։ Ինքը այսենց մեծ տեղ է, սենց տարբեր ռեստորաններ, ամենահավեսը այս սենյակն է իրանց, որը կարելի ասել նախատեսված է սելֆիներ անելու համար, սենց հայլիներով տեղ է։ Սենց կրեմներ են դրած, լվացվելուց հետո գազ ձեռքերդ փափկացնես։ Լվացարաններ են, սապոնը այսպես շրջելով ասում։ Լեգոյի խանութ ենք մտել, դա ինչ խոսք, դժանոց է։ Պարզա չէ, որ ստեղ ամեն ինչ լեգոյից է, մենք սիրուն է։ Տասնհինգ տարի առաջ, որ մենք եկանք Բարսելոնա առաջին անգամ, այս խանութները մեր համար նորություն էր, Stradivarius, Bershka, Zara, ամենաշատը տպավորվել էր մեր մեջ հոտը։ Գիտեմ, ես մի հատ անբացատրելի լավ հոտ է։ Մենք ինչ եկել ենք Բարսելոնա, ուզում ենք Taco Bell ուտենք, որտեղ Taco Bell-ը հենց մեր հյուրանոցի դիմացի մայթն է։ Երեք համերգից հետո ենք ուզում ուտենք փակեր արդեն, դրա համար այսօր ենք ուտում։ Հավով եսին ինչի կա, հիմա պաղպաղակն ենք փորձում։ Լինդոս գիտես ինչ եղավ, սորնը։ Շատ երկար շոփինգային օր ունենալուց հետո, որ ցավոք սրտի չեմ կարողացել ձեր համար նկարեմ այդ process-ը, որովհետև դեռ զբաղված էին։ Հիմա եկել ենք իրանց 5 քաղաքը։ Կզբոսնենք ստեղ մի քիչ, հետո երեկոյան ունենք պլաններ գնալու ծովի ափին ինչ-որ ռեստորանում հաց ուտելու։ Վաղը մեր վերջին օրն է Բարսելոնայում, full օրը չէ, մենք երեկոյան մեկնում ենք Բարսելոնայից, բայց չենք լքում Իսպանիան։ Մնում ենք Իսպանիայի տարածքում, իսկ թե
ուր ենք գնալու, կիմանաք վաղը։ Ուզում ենք մի քիչ մենք էլ հանգստանանք, լողանք, վայելենք արևը, մի քիչ ավելի քիչ քայլենք, որովհետև այդ քայլելու պլանը գերակատարել ենք։ Մտանք մի հատ այս Smile Joyous Jewelry խանութ, որը չի կարող անտարբեր թողնել իմ քույրիկին, քանի որ նա Երևանում ունի jewelry brand խանութ, եթե տեղյակ չեք, իմացեք, կոչվում է Fem, Կողբացի փողոցի վրա է գտնվում, Կողբացի 20 հասցեն, շատ սիրուն բաներ ունեն, զարդեր ունեն։ Ես այդտեղ ինչքան մտել եմ jewelry խանութներ, հավատացեք չեմ տեսել այդքան սիրուն բաներ, ինչքան օրինակ ունի Fem։ Այս դուրն էլ է սիրուն, սա էլ նկարեք։ Մնաց մոտոս տոկը, այն է ճկուտոս։ Լավ խանութները։ Այս մոզայկայի ոճը, որ Իսպանիայում շատ է, Բարսելոնայում քաղաքի մեջ էլ կարող ես տեսնել, ինչ որ չգիտեմ, գետնին հատված, մոզայկայից, ոչ պատուհաններ եւ այլն։ Այս ոճը օֆիցիալ պատկանում է Գաուդիին։ Հեղինակային իրավունքի պատենտը Իրանն է, Գաուդիին է։ Ինքը ուներ թուղթ, սերտիֆիկատ, որ այս մոզայկան Իրան է պատկանում։ Մենք հիմա գտնվում ենք Meller խանութում, որը ակնոցների բրենդ է, իսպանական։ Ես երկու զույգ ակնոց ունեմ, Meller-ից պատվիրած։ Այս խանութն է, собственно говоря, մեկ հատը 49 եվրո, երկու հատը կարող ես գնել 55։ Իսկ մեծ է։ Is this for free? 20 cents. This is very շատ եմ ավանում կանակնոց։ Thank you. Thank you very much. Thank you. Ես ինչի հերթա։ Չէ բան ա եղել։ Ինչ-որ բան ա եղել խանութում, պոլիսը, երևի առողջություն, երևի գողություն ա եղել։ Այս է։ Ամբողջը Al Pacino հետ է կապված։ Տարը գորոդը ավելի դուր եկավ, եթե անկեղծ, ես ինչ հա։ Սղում է ձեռներս։ Դե ոնց գիտեք, ոնց արդեն ասել էի, գողությունները ստեղ շատ են ու հիմա քայլում ենք, երևի մի քանի դեպք տեսանք, որ ոստիկանությունը բռնում է մարդկանց։ Մի կնոջ հաստատ գողության համար, ով խանութի ներսում էին, այս երկու երիտասարդներին չգիտեմ ինչներ պատճառով, բայց այս դեպքեր ստեղ շատ է լինում։ Մենք քայլեցինք ու հասանք ծովի մոտ։ Այստեղ sense ինչ-որ ափ, նավեր, պալմաներ։ Ուղևորում ենք դեպի ռեստորան, որտեղ այսօր ընթրելու ենք ծովի ափին։ Ամբողջ տարածքը sense տեսնում եք։ Այստեղ հեծանվորդների համար նախատեսված ճանապարհները շատ են, նույնիսկ ավելի շատ, քան մեզ համար։ Sense մի հատ գիծ ամբողջը հեծանիվների է, ներքևը էլի գիծ կա, որ էլի հեծանվորդների համար է։ Ու վա, եթե իրանց գծով քայլես։ Հասանք ֆուլ լողապ, այս ինչ կայֆ է, վաղ ծով։ Ասյանց հայտնի խմիչքն է գարեջուր, ֆանտա ու լիմոն, շատ համով է։ Հələ որ ինչ կերել ենք, հրաշալի է։ Ուտում ենք պայելա, բրինձով և վերմիշելով։ Շատ համով է, ինձ դուր եկավ, չեմ հասկանում ինչ է։ Յոգուրտ։ Պիստաչո։ Շատ բոմբա։
ու լավ այն է որ շոկ քաղցր չի։ Փոքրիկ preview։ Հե ինչ ա մեզ սպասվում մոտակա 7 օրը։ Ավարտվում է մեր 3-րդ օրը Բարսելոնայում։ Ամեն ինչ հրաշալի է։ Բարսելոնան, ծովը, ուտելիքը, եղանակը, մի խոսքով ամեն ինչ հրաշալի է։ Վաղը մեր վերջին մի քանի ժամն ենք անցկացնելու Բարսելոնայում ու գնանք արդեն ծովափնյա քաղաքներ, բացահայտենք ուրիշ Իսպանիան մեզ համար։ Ասում են, որ հրաշալի քաղաքներ կան, որոնք անպայման պիտի այցելենք։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը։ Bye։